Եթերում ազդարար լրատվականի հիմնական թողարկումն է, բարև ձեզ։ Կարևորի մասին նախ համառոտ։ Գյումրիում բարի դաս է անցկացվել ակտիվ երիտասարդական շարժման և սոցիալ-կրթական կենտրոնի ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Պարենք միասին» ծրագրի շրջանակներում ուսուցանվող առաջին պարը եղել է Էջմիածինը։ Կառավարության համապատասխան որոշմամբ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին մասնաշենքը սկսեց վերանորոգվել և շահագործվելու է որպես տեխնոպարկ։ Նախատեսվում է մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել 1,5 տարվա ընթացքում։ Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր մասնակցությունը կունենա նաև ՀՅԴ-ն, որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի կուսակցության Գյումրու կոմիտեի անդամ Հովսեփ Սիմոնյանը։ Ցայք հեռուստաընկերության ազդարար լրատվականը անդրադարձել է Եղիցի լույս հաղորդաշարի ժամանակ քաղաքացու կողմից հնչեցրած հարցին, որը վերաբերել է հաղորդաշարի տաղավարի ընդհանուր արտաքին տեսքին, մասնավորապես Սուրբ Յոթվերք եկեղեցին պատկերող ետնապաստառին։ Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր մասնակցությունը կունենա նաև ՀՅԴ-ն, որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի կուսակցության Գյումրու կոմիտեի անդամ Հովսեփ Սիմոնյանը։ Թեկնածության առաջադրման որոշումը նախապես քննարկվել է կուսակցության անդամների կողմից, համաձայնեցվել է նոր պաշտոնապես հայտարարվել։ Քաղաքապետի թեկնածուն ՏԻՄ ընտրություններից մեծ սպասելիքներ ունի։ Ըստ նրա, ընտրապայքարը քաղաքակիրթ մթնոլորտում է ընտանալու։ Հատկապես վերջերս հանրապետության երկրորդ քաղաքը հայտնվել է ուշադրության կենտրոնում, թե հասարակության, թե մասնավորապես քաղաքական այրերի կողմից։ Առջևում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։ Պաշտոնապես դեռ բոլոր թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն չի եղել, բայց Գյումրիում խոսակցությունները գալիք ընտրությունների եւ ընտրապայքարի վերաբերյալ ակտիվ քննարկման փուլում են։ Ընտրապայքարի հարթակում հայտնված հնարավոր թեկնածուների առաջադրման մասին խոսում են բոլորը։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գյումրու կոմիտեն առաջադրելու է Սիմոնյանի թեկնածությունը, որոշումը կուսակցությանն է եղել։ Որոշումը կայացվել է միաձայն, հաշվի առնելով ընկերոջ փորձառությունը, վարած պաշտոնները, նրա մտավորունակությունը։ Հովսեփ Սիմոնյանը կուսակցությունում է 1989 թվականից, 2005 թվականին նա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված է եղել, բայց ինքնաբացարկ է հայտնել։ Այս անգամ պարոն Սիմոնյանը որոշել է ընտրապայքարին մասնակցել մինչև վերջ։ Եթե ես օրենք չեմ խախտել եւ առաջադրվել եմ, եթե ես ի վիճակի չլինեմ իմ տարական իրավունքները պաշտպանելու, հաստատ վստահեք, ես որևէ քաղաքի որևէ մեկ բնակչի իրավունքների վիճակի չեմ լինի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես իմ իրավունքներս ի վիճակի եմ պաշտպանելու։ Ընտրապայքարը թեժ է լինելու, ընտրությունները բոլորի ուշադրության կենտրոնում։ Հայ հեղափոխական դաշնակցության մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանն է շեշտում։ Իրենց տեխնացուի գտնվելը քաղաքական սուր պայքարի մեջ բնական է համարում, նշելով, որ Հովսեփ Սիմոնյանը պատրաստ է ցանկացած բանավեճի, կարող է պատասխանել հասարակությանը հուզող հարցերին։ Եթե առաջիկա ընտրությունների հնարավոր թեկնածուները քաղաքական մեծ ուժեր են ներկայացնում եւ ճանաչելիության խնդիր չունեն, ապա դաշնակցության անդամի պարագայում այլ է։ Բայց այս հանգամանքը ըստ պարոն Սիմոնյանի էական դերակատարություն չի կարող ունենալ։ Քարոզարշավի ընթացքում գյումրեցիները նրան կհասցնեն լավ ճանաչել։ Ի տարբերություն շատ կուսակցությունների, ոնց որ թե այսօր երևում է, որ վերևից պարտադրվում է ներքևի համար ինչ որ անձեր մարդիկ։ Ի տարբերություն շատերի Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրիի կոմիտեությունը իր նախաձեռնությամբ, քանի որ մենք նաև ապակենտրոն կուսակցություն ենք, առաջին որոշումով ներկայացել է մարզային կոմիտեին, այսօր մարզային կոմիտեն բնական է իր համաձայնությունը տալով ներկայացրել է իմ թեկնածությունս։ Քաղաքական ուժեր, որոնք այսօր փորձում են ընտրապայքարի մեջ մտնել, իրենցից ներկայացնում են շատ լուրջ էություն։ Թե կրագոցներ, թե կլինեն, թե չեն լինի, այդ արդեն կներեք Աստված գիտի։ Հովսեփ Սիմոնյանը չցանկացավ նաև գնահատական տալ այս կամ այն թեկնածուի գործունեությանը, նշեց, որ ամեն ինչ պատշաճության սահմաններում է լինելու։ Համենայն դեպս նրա կողմից զրպարտանքներ եւ վիրավորանքներ չեն հնչելու ուղղված որևէ մեկի հասցեին։ Իսկ թե քաղաքապետ դառնալու դեպքում ինչը կփոխեր Հովսեփ Սիմոնյանը, վերջինս վստահորեն նշեց, որ քաղաքում տիրող մթնոլորտը։ Կիմա Եղշատյան, Արթուր Մարգարյան, ազդարար։ Գյումրու քաղաքապետարանը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Ղուկասյանի համար ստորագրահավաք է նախաձեռնվել Գյումրիում։ Քաղաքապետարանի մամլոքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ի պատասխան տպագիր եւ էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ որ ստորագրահավաք, ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պարզաբանում ենք, որ Գյումրու քաղաքապետը եւ նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաեւ էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չունեն եւ չեն ունեցել։ Դա հարից չէ քաղաքապետի աշխատավոճին, սփռված տեղեկատվությունը կեղծ էր։
Առավոտ ԿՏՄ-ի հետ զրույցում օրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնել է, որ ՕԵԿ-ն արդեն քննարկելու որոշել է, թե առաջիկա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ինչպես են մասնակցելու եւ որտեղ են առաջադրումներ ունենալու։ Նրա խոսքերով իրենք որոշել են, բայց այս պահին նպատակահարմար չեն գտնում հրապարակել, որովհետեւ դեռ առաջադրումները չեն սկսել։ Առաջադրումների ընթացքում ավելի հստակ կլինի ու նոր մենք կհրապարակենք, ասել Բիշարյանը։ Այն հարցին, թե մասնավորապես որ համայնքներում է ՕԵԿ-ը պատրաստվում թեկնածուներ առաջադրել, Տիկին Բիշարյանը պատասխանել է. բոլոր համայնքներում էլ ունենք մարդիկ, որոնք կմասնակցեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր նախկին արտգործնախարար Civitas հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը դիմել է վերաքննիչ դատարան բողոքարկելու Երևանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սույն թվականի հուլիսի 23-ին կայացրած որոշումը։ Այս մասին ասված է Civitas հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրությունում։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր բավարարել Օսկանյանի բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ազգային անվտանգության ծառայության կողմից այս տարվա մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը։ Civitas հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործը ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։ Կառավարության համապատասխան որոշմամբ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին մասնաշենքը սկսեց վերանորոգվել եւ շահագործվելու է որպես տեխնոպարկ։ Շինաշխատանքների համար հատկացվել է 5 միլիոն 700 հազար դրամ։ Նախատեսվում է մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել 1.5 տարվա ընթացքում։ Գյումրիում երիտասարդ մասնագետները ուսանել վերջացնելուց հետո տեղում աշխատանք չգտնելով մեկնում են քաղաքից, հաճախ էլ հանրապետությունից։ Տեխնոպարկի ստեղծմամբ նախ եւ առաջ հնարավորինս կկարողանանք նվազեցնել միգրացիայի հոսքը, ասում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը։ Կադրերի ահավոր արտահոսք է գնում, ահավոր միգրացիոն պրոցեսներ են գնում։ Այդ ամեն ինչը պետք է մեղմել, հետագայում կանխել։ Եթե աշխատատեղ չկա, պրոցեսներ չեն ընթանում, երիտասարդ մասնագետները կմնան Գյումրիում, ոչ։ Տեխնոպարկի ամբողջ նպատակը այդ միջավայրը ստեղծել, նորաստեղծ ընկերություններ ստեղծել, այնտեղ այդ մարդկանց համար աշխատատեղեր ապահովել։ Մարդիկ դիպլոմները, ուրեմն իրենց ձեռքերում կանգնած պետք է մահանան 70 տարեկան հասակում։ Մի 30 տարի էլ պետք է գերեզմանները սպասեն, նոր կան աշխատեն, այսինքն դառնում է պետք։ Իսկ այս տեխնոպարկը սա այստեղ պետք է մենք կարողանանք բիզնես ծրագրեր ծրագրավորենք եւ այդ ծրագրերը վաճառենք ամբողջ աշխարհով մեկ։ Գյումրիում տեխնոպարկի հիմնադրման գաղափարը միտված է հենց տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացմանը։ Մեր իրականության մեջ դեռևս լայն տարածում չգտած այս հասկացությունը քչերին է պարզ ու հասկանալի։ Այն մի ծրագիր է, որով ցանկանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված գաղափարներն ու մոտեցումները ոչ թե կենտրոնացնել մայրաքաղաքում, այլ հանրապետության երկրորդ քաղաքում, վստահեցնում են պատասխանատուները։ Գաղափար ունեցող, ինչ-որ բիզնես գաղափար ունեցող մարդիկ կան, բավական հետաքրքիր գաղափարներ ունեցող մարդիկ, որոնք ուղղակի թեկուզ փոքրիկ ինչ-որ օգնության կարիք են զգում կամ մեծ օգնության կարիք են զգում։ Տեխնոպարկի նշանակությունը դա է, որ այդ ամբողջ այդ գաղափարները գան, տեխնոպարկի միջով ֆիլտրվեն, բիզնեսի վերածվեն եւ սկսեն աշխատել։ Այսինքն այդ բիզնեսի գաղափար ունեցող մարդը տեխնոպարկի միջոցով իր գաղափարը պետք է իրականացնի, բերի բիզնեսի հասցնի եւ աշխատի։ Տեխնոպարկի աշխատակիցներն արդեն իսկ համագործակցում են Գյումրու մի շարք հիմնարկ ձեռնարկությունների հետ, արդիականացնելով դրանց գործունեության մեթոդներն ու եղանակները։ Բացի այդ, նաև աջակցում են արտադրանքի արտաքին շուկա դուրսբերմանը։ Բավական շատ ընկերություններ կան Գյումրիում, ձեռնարկություններ, որոնք այսօր արդիականացման խնդիրներ ունեն։ Հիմա մեր փորձագետները բոլորը աշխատում են, այսինքն հերթով բոլոր ձեռնարկությունները մեր կողմից այցելություններ են լինում։ Ուսումնասիրվում է իրանց աշխատանքային process-ը։ Իրանց թույլ եւ ուժեղ կողմերն են ուսումնասիրվում։ Ուժեղը ոնց որ ավելի ենք ուժեղացնում, թույլի վրա արդեն ֆոկուս ենք անում, որ այդ թույլ կողմերը աշխատացնենք։ Բազմաթիվ ընկերությունների հետ մենք հիմա աշխատում ենք եւ դա ոչ թե կոմերցիոն խնդիր է մեր մոտ, չէ, մենք ուղղակի մեր օգնությունն ենք առաջարկում։ Սա իրենից ներկայացնելու է մոտավորապես 8000 աշխատատեղ հետագայում։ 8000 աշխատատեղ, սա հսկայական մի բան է, սրա հետ ուրեմն արդյունաբերություն եւ գիտություն իրար հետ համահունչ զարգանալու է եւ շուկա է գտնելու, այսինքն ամեն ինչ սրա մեջ է, սա նոր մոդել է, որ մարդիկ չեն հասկանում։ Ճիշտ ասած մենք էլ չգիտեինք, խորացանք սրա մեջ եւ հասկացանք, որ ինչքան կարեւոր է մեր քաղաքի եւ երկրի համար։
Տեխնոպարկի տրամադրված մասնաշենքի վերանորոգման համար հատկացվել է 5 միլիոն 700 հազար դրամի չափով գումար Համաշխարհային բանկի վարկային միջոցներից։ Նախատեսվում է այն շահագործման հանձնել 2013 թվականի նոյեմբեր ամսին։ Տեխնոպարկը վերջնական տեսքով շահագործելու պարագայում Գյումրիում զգալի թվով աշխատատեղեր կբացվեն։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել եւ իրականացնում է արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որի նպատակն է պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, համակարգը դարձնել ֆինանսապես կայուն, ապահովել ուղղակի կապ կատարված սոցիալական վճարների եւ կենսաթոշակի չափի միջև։ Ներդրվող նոր համակարգի մասին Գյումրիում գործունեություն ծավալող գործարարներին ու շահագրգիռ անձանց իրազեկելու նպատակով հուլիսի 30-ին իրազեկության բարձրացման փորձնական միջոցառումների շարք Հայաստանի մարզերում նախաձեռնության շրջանակներում Գյումրիում էին ծրագրի մասնակից պատասխանատուները։ Անցկացվել է ճանաչողական դասընթաց ֆինանսական գիտելիքը կուտակային կենսաթոշակային համակարգում թեմայով։ Հիշեցնենք, որ բազմաստիճան թոշակային համակարգի հայաստանյան մոդելը խարսխված է գործող բաշխողական համակարգի վրա, որն ըստ էության լրացվել է երկու նոր, պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչներով։ Հայաստանում ներկայում գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգը, այսինքն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները վճարվում են վարձու աշխատողների, նրանց գործատուների անհատ ձեռնարկատերերի կողմից պետությանը վճարված սոցիալական վճարների եւ հարկերի հաշվին։ Այն հաճախ անվանում են սերունդների համերաշխության վրա հիմնված համակարգ, քանի որ ըստ էության աշխատող երիտասարդ սերունդը ֆինանսավորում է տարեցի կենսաթոշակների վճարումը։ Գործող համակարգը տրամադրում է ինչպես սոցիալական, այնպես էլ աշխատանքային կենսաթոշակ։ Բաշխողական համակարգը այսօր գործող քիչ թե շատ սպառել է իրեն, արդեն դա փաստ է։ Նոր համակարգը անհամեմատ ավելի իմ կարծիքով լայն հնարավորություններ եւ ավելի արդարացի բաշխում է ապահովելու, քան թե գործում է այսօր։ Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում ներդրվում է նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որը բաղկացած է լինելու բաշխողական, պետական եւ կուտակային մասնավոր բաղադրիչներից։ Կուտակային համակարգն իր հերթին բաժանվում է մի քանի բաղադրիչների, որոնց կիրառության դեպքում կենսաթոշակային համակարգը հնարավորություն կտա թոշակառուին ստանալ ոչ թե նախանշված հստակ գումար, այլ իր կուտակած գումարը, որը ժամանակի ընթացքում դրվելու է շրջանառության մեջ ու տոկոսների տեսքով ավելացվելու է տվյալ գումարին։ Կապ չունի, դու աշխատել ես 15 տարի թե 30 տարի, կարևոր լինելու է թե դու ինչքան քո անհատական կենսաթոշակային հաշվին կուտակումներ ես կատարել, վճարումներ ես կատարել։ Ներդրվող համակարգն իր մեջ ներառում է նաև մի շարք առավելություններ, բացի գումարային կուտակումներից։ Բանն այն է, որ արդի ժամանակներում թաքնված աշխատուժի իրավունքները մի փոքր պաշտպանված չեն, նշում է իրավաբան Արսեն Մանուկյանը։ Ոչ պաշտոնական ստվերային աշխատանքի շուկայի դաշտից ստիպեն իրենց գործատուներին, որպեսզի նախ իրենց գրանցեն որպես աշխատողներ եւ իրական հայտարարագրեն իրենց եկամուտները։ Բազմաստիճան կենսաթոշակային համակարգով աշխատանքային կենսաթոշակը հաշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ։ Հիմնական կենսաթոշակին գումարվելու է ստաժի հավելումներ, որը եւ վճարվելու է պետական բյուջեից։ 2012 թվականի հունվարի 1-ից աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը կազմում է 450 դրամ։ Պարտադիր կուտակային կենսաթոշակ բաղադրիչին մասնակցությունը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնվածների համար։ Նրանց համար պետությունը նույնպես կատարելու է կուտակային վճարներ, որը գործելու է 2014 թվականից։ Իսկ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2011 թվականից։ Համակարգը նոր է պարզաբանվում, նոր է եւ կարեւոր է, որ մենք ճիշտ յուրացնենք, որպեսզի կարողանանք նաեւ մեր իմացած ինֆորմացիան լրացուցիչ տրամադրենք մեր շրջանակներին, որոնց հետ մենք առնչվում ենք։ Այս եւ այլ հարցերի հստակեցում եւ իրազեկում էր նախատեսվել վերապատրաստման ընթացքում։ Նպատակն է Շիրակի մարզում բարձրացնել գործատուների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների տեղեկացվածության աստիճանը, կապված կենսաթոշակների բազմաստիճան համակարգի հետ։ Հնարավորինս մեծ ծավալի ինֆորմացիա է տրվելու հասարակությանը, որպեսզի կարողանա հիմնավորված եւ գիտակցված որոշումներ ընդունել։ Այնուամենայնիվ պատասխանատուները հորդորեցին վստահություն ունենալ ներդրվող համակարգի հանդեպ ու հավատալ, որ այսօրվա մեր վաստակած գումարը ծերության լավագույն երաշխիքը կարող է լինել։ Ես, որպես այս երկրի քաղաքացի, որը աշխատում է եւ վճարում է հարկեր, շատ մեծ ցանկություն կմասնակցեմ այն համակարգին, որտեղ իմ ապագա կենսաթոշակը ձևավորելու եմ ես եւ այդ որոշումները ընդունելու եմ ես, քան թե այն համակարգին, որը գործում է այսօր։ Էդգար Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատած աճել է անչափահասների նկատմամբ բռնությունների
թիվը։ 83-ի փոխարեն դրանք 108-ն են։ Բռնությունների շարքում մեծ թիվ են կազմում սեռական եւ ֆիզիկական բռնություններ։ Այս թվերը հրապարակել է ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ Նելի Դուրյանը։ Ի տարբերություն անչափահասների նկատմամբ կիրառվող բռնությունների աճի, կտրուկ նվազել է երեխաների կողմից իրականացված հանցագործությունների թիվը։ Անչափահասների հանցագործություններով զբաղվող իրավապահները արձանագրում են, որ հանցագործություն են կատարում ոչ միայն անապահով, այլև սոցիալապես ապահով ընտանիքների երեխաները, ինչը սխալ դաստիարակության եւ ծնողների անտարբեր վերաբերմունքի հետևանք է։ Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 68-ով, իսկ կատարող անձանց թիվը 33-ով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ անչափահասների գործող բաժնի պետ ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը։ Նրա խոսքով անչափահասների կողմից հիմնականում կատարվում են գույքի հափշտակման դեպքեր։ Նախորդ տարվա 165 նմանատիպ դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է 98 դեպք։ Ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 8-ով, թմրամիջոց օգտագործելու դեպքերը 3-ով, սակայն նախորդ տարվա համեմատ աճել է բռնության դեպքերը։ Անչափահասների կողմից հիմնականում կատարվում են միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքեր։ Այս տարի նման 16 դեպք է արձանագրվել նախորդ տարի արձանագրված 20-ի փոխարեն։ Սա կատարված աշխատանքի նաև արդյունք է, որտեղ հունվար ամսից սկսած մեր ոստիկանության պետի անմիջական ցուցումով, ցուցում ընդունելով որպես գործունեության ուղեցույց մենք ամենօրյա մեր աշխատանքներ իրականացնում ենք դպրոցներում։ Մեծ աշխատանքներ իրականացվում հասարակական վայրերում, դպրոցներում երեխաների հետ զրուցում ենք, բացատրում ենք այն վտանգները, որ կարող է լինել տարբեր իրավախախտումներ կատարելու հետևանքով։ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները։ Այս մասին տեղեկանում ենք նախագահական գրասենյակի կայքից։ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված հայկական բացօթյա փառատոնին։ Հավաքին, որին ի դեպ մասնակցել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսը, նախագահը կարևորելով բրիտանահայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների մեջ, այն արժևորել է 100-ամյակներ տևող գործընթացի համատեքստում։ Սերժ Սարգսյանը հատուկ կարևորել է հայ ժողովրդի իրավունքների ճանաչման պայքարը։ Մենք անկարող ենք մոռանալ հայության մորմոքը։ Կարծում եմ ձեր համայնքը մեծ ներուժ ունի, որի լիարժեք եւ արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա արձանագրել նոր հաջողություններ հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին։ Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Վստահ եմ, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն այս առումով լինելու է շրջադարձային, նշել է հանրապետության նախագահը։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 31-ին պաշտոնական այցք կկատարի Փարիզ, որտեղ հանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ, ինչպես Ազերթաջ լրատվական գործակալությանը փոխանցել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, նախարարները կքննարկեին երկու պետությունների հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության հարցեր եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները։ Թեև մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գլխավոր հյուպատոս Մուհամմադ Հոսամը հրաժարական է տվել եւ անցել ընդդիմության կողմը, սակայն Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատնից երկիր մեդիային տեղեկացրել են, որ ընդդիմության շարքերը համալրել է դեսպանության խորհրդականը։ Մուհամմադ Հուսամ Հաֆեզը, ով մամուլում ներկայացվել էր որպես Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գլխավոր հյուպատոս, իրականում դեսպանության խորհրդական եւ մշակութային ու հյուպատոսական հարցերով պատասխանատուն է, ով իրոք համալրել է ընդդիմության շարքերը եւ արդեն մի քանի օր է աշխատանքի չի ներկայանում։ Իսկ Սիրիայի Հալեբ քաղաքում իրավիճակը կայունացել է։ Միջազգային լուրերի հետևեք նաեւ տեսաշարով։ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով 7-ամյա կալանքի տակ է գտնվում կանանց գաղութում, գլխավորել են Ընդդիմության միացյալ պատկիվ շինակուսակցության ցուցակը խորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Կուսակցության նիստում այս որոշումը միաձայն է ընդունվել, սակայն Տիմոշենկոն չի կարող մասնակցել ընտրություններին։ Երկրի օրենսդրության համաձայն ընտրություններին չի կարող մասնակցել այն թեկնածուն, ում պատժաժամկետը գաղութում չի լրացել։ Երկրորդ ընդդիմության ցուցակում երկրի ներքին գործերի նախկին նախարարն է Լուցենկոն, ով 2012 թվականի փետրվարին բանտարկվել է պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Նշենք, որ Գերագույն Ռադայի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին։
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի շուրջ 200,000 բնակիչ ստիպված է եղել լքել քաղաքը, երբ կառավարական ուժերը սկսել են քաղաքը մաքրել զինյալ ընդդիմադիրներից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելության կազմակերպության ղեկավարը։ Նա անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ կառավարական զորքերը Հալեպում տանկեր, հրետանի ու ծանր տեխնիկա են կիրառում։ Նրա տվյալներով բազմաթիվ բնակիչներ ցանկանում են լքել ռազմական գործողությունների վայրերը, սակայն նման հնարավորություն չունեն։ Բացի դրանից, Հալեպում կա խմելու ջրի, ինչպես նաև հիգիենայի պարագաների պակաս։ Ականատեսները պնդում են, սակայն, որ հակառակ կառավարության ջանքերին ապստամբներին ճնշել դեռևս ամբողջովին չի հաջողվում։ Սիրիայի կառավարությունը Հալեպի համար պայքարը դիտարկում է որպես քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլ, սակայն ընդդիմության հրամանատարները խոստանում են Հալեպը գերեզման դարձնել սիրիական բանակի համար։ Դժբախտ պատահար է տեղի ունեցել Հնդկաստանի Նելոշ քաղաքում գնացքի վագոնում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 47 մարդ զոհվել է եւս 25-ը տեղափոխվել հիվանդանոց։ Երկաթգծի հերթապահը անցնող գնացքներից մեկի վագոնում հրդեհ է նկատել, ինչից հետո դրա շարժը դադարեցվել է։ Ոստիկանության նախնական տվյալներով հրդեհը կարող է առաջացած լինել էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով, իսկ մայրաքաղաք Դելհի էլեկտրացանցերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով երկրի հյուսիսային հատվածի ավելի քան 360 միլիոն բնակիչ զրկվել էլեկտրականությունից։ Բացի Դելհիից հոսանքազրկվել է եւս 5 նահանգ։ Նմանատիպ անջատումները սովորական երևույթ են Հնդկաստանում, այդ թվում խոշոր քաղաքներում։ Լեհաստանի երկաթուղային վթարի զոհերի թիվն աճել է, վիրավոր կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում, մյուս տուժածը գտնվում է ծանր վիճակում։ Միկրոավտոբուսում գտնվող 10 ուղևորներն Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։ Վթարի հետևանքով զոհվել է 6 կին եւ 2 տղամարդ, եւս 2 կանանց տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Խոշոր վթարը տեղի ունեցել լեհական Լոց քաղաքի մերձակայքում, բախվել են գնացքն ու միկրոավտոբուսը։ Դեպքը տեղի է ունեցել երկաթգծերը հատելիս, զոհվածները եւ տուժածները միկրոավտոբուսի ուղևորներն են։ Միկրոավտոբուսը վթարի հետևանքով գրեթե ամբողջովին ջախջախվել է, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ դեռևս հնարավոր չէ նրա մաքնիշը որոշել։ Ռումինիայում անցկացվել է նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից զրկելու մասին հանրաքվե։ Այն տապալվել է բնակչության չափազանց ցածր հայտի պատճառով։ Պաշտոնական տվյալներով հայտը կազմել է շուրջ 46%։ Համընդհանուր քվեարկությունը կայացած կհամարվեր, եթե մասնակցեր բնակչության նվազագույնը կեսը։ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն կշարունակի մնալ նախագահի պաշտոնում, չնայած այն հանգամանքին, որ երկրի քաղաքացիների մեծ մասն աջակցել է նախագահի իմպիչմենտին, այնուհանդերձ քվեարկողների ցածր մասնակցության ցուցանիշը մոտ 46%, թույլ չի տա հանրաքվեն կայացած համարել։ Համաձայն նախնական արդյունքների Բասեսկուի հրաժարականին կողմ է քվեարկել ընտրողների 87%-ը դեմ մոտ 13-ը։ Պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի ճանաչել հանրաքվեի արդյունքները, թե ոչ։ Ռումինիայում հանրաքվեն անցկացվել է հուլիսի 29-ին, որի միջոցով էլ ռումինացիները որոշելու էին նախագահի հետագա ճակատագիրը։ Ռումինիայի խորհրդարանը նախագահին վստահություն հայտնել էր դեռ հուլիսի 6-ին։ Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթած սոցիալ-լիբերալ դաշինքը նախագահին մեղադրել էր կառավարության գործերին միջամտելու, գործարաններին ու կոռուպցիան հովանավորելու, ինչպես նաև այլ օրինազանցությունների մեջ։ Ընդդիմադիր Ցախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմպիչմենտ էր հայտարարվել, ինչ կողմ էր քվեարկել 258 պատգամավոր։ Երկրի օրենքներով հանրաքվեն կայացած է համարվում այն դեպքում, երբ ընտրողների մասնակցությունը գերազանցում է 50%-ը։ Բասեսկուին պաշտոնան կանելու փորձ արվել էր նաև 2007 թվականին, երբ խորհրդարանում իմպիչմենտից հետո հանրաքվեն տապալվել էր նույն ցածր հայտնի պատճառով։ Նարա Մելքոնյան, Ազդարար։ Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը։ Ինձ համար երբեք չեմ բացառել, որ ապագայում դեռ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքական կյանքից։ Ես առաջադրվելու եմ նախագահական ընտրություններում, եթե իհարկե դա հետաքրքիր լինի մեր մարդկանց, ասել է Մեդվեդևը բրիտանական Թայմսին տված հարցազրույցում։ Նա շեշտել է, որ եթե դա երկրի բնակչությանը զզվեցնի եւ իրեն հաջողացեն, ապա ինքը կսկսի հուշեր գրել։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը միաժամանակ համոզված է, որ ոչ իրեն, ոչ իր ներկայացրած քաղաքական ուժը քաղաքականությունից հեռանալու պատճառներ չունեն։ Ցայք հեռուստաընկերության ազդարար լրատվականը անդրադարձել է Եղիցի լույս հաղորդաշարի ժամանակ քաղաքացու կողմից հնչեցրած հարցին, որը վերաբերել է հաղորդաշարի տաղավարի ընդհանուր արտաքին տեսքին, մասնավորապես Սուրբ Յոթվերք եկեղեցին պատկերող ետնապաստառին։ Կուզենայի, որ Ստեփան Յոթվերքի նկարը փոխեիք ցայքի հեռուստատեսության էկրանի վրայից։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ցայք հեռուստատեսությանը, ես ձեր միջոցով այդ նկարը փոխեք, ես այդ եկեղեցին վերանորոգել եմ, որ լավ տես
ունենա լավ։ Այո։ Ժողովուրդը լավ նայեն։ Այս մասին բազմիցս ես ասել եմ ցայգի տնօրենությանը, բայց երևի ինչ-որ ֆինանսական դժվարություններ կան։ Հիմա ուրեմն վերստի դիմում եք նաև այո եթերից, անշուշտ այսօր 7 վերք եկեղեցին շատ ավելի գեղեցիկ եւ պայծառ տեսք ունի, քան նկարի մեջ, եւ այո անշուշտ անհրաժեշտ է այս նկարի թարմացումը, որպեսզի մեր Սուրբ 7 վերք եկեղեցին ավելի այսօրվա գեղեցիկ, պայծառ, մաքուր վերանորոգված ներկայանա։ Իսկ մեր մոտ ժամանակներում կարծում եմ այս խնդիրը իր լուծումը կունենա։ Հիշեցնենք, որ հաղորդաշարը բացառապես վերաբերում է հոգևոր արժեհամակարգի պահպանմանն ու տարածմանը։ Ցայք հեռուստաընկերությունը այս պարագայում կարևորում, սակայն առաջնային խնդիր չի համարում տաղավարը ներկայացնող պաստառների փոփոխությունները։ Հաղորդաշարի հիմնաքարը աշխարհիկ կյանքի կամ առարկայական բնույթի երևույթների քննարկումը չէ բնավ։ Եղեցի լույսը միտված է հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարոյական արժեքների լուսաբանմանն ու հասարակության համար դրանք առավել մատչելի մատուցմանը։ Շարունակում ենք թողարկումը։ Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութասարի հերթական ուխտին են մասնակցել հայաստանցիներ, Սփյուռքից եւ Թուրքիայի տարբեր վայրերից ժամանած հայեր։ Մարութասարի վերելքն այս տարի կազմակերպել էր Սասունի եւ Մուտքի հայերի միության կողմից։ Բոլոր ուխտավորները կարողացել են առանց խոչընդոտների բարձրանալ եւ կատարել իրենց ուխտը Մարութաբարձր Աստվածածին մատուրում, չնայած որ թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սասունի քաղաքապետն արգելել է իրականացնել ուխտը, պնդելով, թե այն համընկնում է մուսուլմանների ամենահայտնի տոնին՝ Ռամադանին։ Ուխտագնացությանը մասնակցել են Մարաթուկ ազգագրական երգի պարի համույթը, Սփյուռքի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք։ Նշենք, որ Մարութասարը գտնվում է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։ Գյումրիում պարի դաս է անցկացվել ակտիվ երիտասարդական շարժման եւ սոցիալ-կրթական կենտրոնի ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Պարենք միասին» ծրագրի շրջանակներում։ Ուսուցանվող առաջին պարը եղել է Էջմիածինը։ Ազգագրական այս պարը նախաձեռնող խմբի անդամները պարել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում։ Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարային մշակույթ, որը սերնդեսերունդ փոխանցելով ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշակի փոփոխությունների, հիմքում պահպանելով միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային, երաժշտական եւ արտահայտչական նկարագիրը, որով եւ տարբերվել է այլ ժողովուրդներից։ Հայ ժողովուրդն իր նախնիներից ժառանգություն ստացած պարային մշակույթը պահպանել է մինչեւ 20-րդ դարի երկրորդ կեսը։ Ներկայում հիմնովին կորստի են մատնվել որոշակի գավառներում ծնված բազմաթիվ պարեր ու պարատեսակներ, պահպանվածներն էլ կրել են մասնակի աղաղաղումներ։ Ժամանակի ընթացքում մենք մեր ժառանգությանը տեր չենք կանգնել։ Շատ ժողովուրդներ կարող եմ ասել, որ սեփականացրել են եւ այսօր ներկայացեն որպես իրենց ժողովրդի պար։ Բայց քանի որ մենք ավելի հին պատմություն ունենք, ինչքան ես իրազեկեմ, իհարկե, երևի թե այդ պարերը մերն են։ Ոչ թե համոզված եմ, որ հայկական է։ Տարբեր ծրագրերի մասնակցելով միշտ անհրաժեշտություն է առաջանում երկիրը ներկայացնելուց, նաև ներկայացնել պարերը, իսկ այս դեպքում հնարավորություն ենք տալիս բոլորին երկիրը ներկայացնելուց, նաև կկարողանան շատ պատշաճ կերպով Հայաստանը ներկայացնել տարբեր երկրներում։ Գյումրու ակտիվ ուսանողական շարժման մասնակիցների կողմից կազմակերպված «Պարենք միասին» ծրագիրը նպատակ ունի վերհիշեցնել հայկական հին պարերը, այն նպաստելու է հայկական ազգային մշակույթի ներկայացմանն այնպես, ինչպես եղել է։ Այսօր ուսուցանելու ենք պարերը, որոնք որ հավաքվել են, մշակվել են եւ կուզենք որ այսօր մեր երիտասարդությունը նաեւ մերը բոլորը կարողանան ավելի գրագետ ձևի պատկերացնել ինչի մասին է խոսքը։ Սկզբում կներկայացվելու է պարի ինչ լինելը, այսինքն պարի պատմությունը, ստեղծման պատճառները, շարժումների, օրինակ Էջմիածին պարի մեջ կան աստվածաբանական տարբեր այսպես լուծումներ, կախված 4, 6, 12 խորհրդանշական թվերի հետ, այդ մասին կծանուցվի նաև պարի մասնակիցներին եւ հետո նոր կսկսվի պարի փուն պրոցես ուսուցման։ Էջմիածին պարը ըստ ժողովրդական մեկնաբանության շատ հին է։ Ձեռքերը վեր բարձրացնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գմբեթը։ Կա կարծիք, որ այս պարը ի սկզբանե հեթանոսական ծագում է ունեցել եւ վեր բարձած ձեռքերը հիշեցնում են ծոնարևին։ Աջ ու առաջ, ապա ցախ ու ետ շարժումներով պարաշրջանը սկզբում փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին։ Ձեռքերը եւ շարժումները նմանեցրել են եկեղեցու գմբեթին։ Եվ շարժումները 6-ից 6 ցախ, այդ խոնարհումն է
աչև ծախերը խորանի դիմաց առաքյալների պատկերներն են եւ խոնարհումը առաքյալների պատկերների դիմաց։ Ամբողջ պարացեվի ընթացքում թե աջ, թե ցախ գնացող շարժումների ժամանակ աչվոտքը կես քայլ առաջ է մնում ցախից եւ բարի կլոր պատկերը բացի արևի սկավառակից նաեւ կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում։ Քանի որ ինքը շատ հին է, բարը, կը նաեւ եկել է երևի թե էլի դեռ հետանոսական ժամանակներից ու ավելի շատ արևի պաշտամունքից է մնացել, եկե հասել մեզ, որովհետև իրա ձեռքերը շրջանը միշտ բացատրել են, որպես արևի սկավառակ են ներկայացրել։ Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը։ Այս իմաստով հայկական պարը մեր նախկինում ունեցած քաղաքակրթության լավագույն ապացույցն է։ Պարարվեստի գիտակները փաստում են պարը մի կախարդական աշխարհ է, որ միաձուլված ճախրում են մարդու հոգին ու մարմինը, իսկ այդ ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի նվիրյալ պարուսույց մանկավարժները, որոնց աշխատանքի շնորհիվ է, որ ազգային պարը պահպանվում, ներկայացվում եւ փոխանցվում է սերնդից սերունդ։ Էլիզա Ֆրանգուլյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Մեկ մարզական նորություն։ Կրասնոդարի շինարարական ընկերություններից մեկը ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի անդամ Արսեն Գալստյանին նվիրել է բնակարան, հաղորդում է գազետակետրուն։ Հիշեցնենք, որ 60 կիլոգրամ քաշային Արսեն Գալստյանը Լոնդոնի օլիմպիական խաղերում դարձավ Ռուսաստանի պատվիրակության առաջին չեմպիոնը։ Հաղորդվում է, որ օլիմպիական խաղերից առաջ Արսեն Գալստյանը ստացել է Mercedes Magnishի ավտոմեքենա։ Արսեն Գալստյանն առաջին մարզիկն է, ով Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Forbes հեղինակավոր ամսագիրը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ու հայտնի աստղերի 50-յակը, որտեղ ընդգրկված են նաև սիրված հայազգի շոումեններ Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։ Աղյուսակը կազմելիս հաշվի առնվել 3 գործոն՝ տարեկան եկամուտը, մամուլի ուշադրությունն ու Yandex.ru որոնողական համակարգում օգտատերերի հետաքրքրությունը։ Եվ այսպես վարկանշային աղյուսակը գոյության 6 տարիների ընթացքում առաջին անգամ գլխավորում է ոչ թե թենիսիստուհի Մարիա Շարապովան, այլ 43-ամյա երգիչ Ստաս Միխայլովը, ում տարեկան եկամուտը 21 միլիոն դոլար է։ Ցանկի 35-րդ հորիզոնականում է հայտնվել հայազգի 32-ամյա դերասան շոումեն Միխայիլ Գալուստյանը։ 41-րդ հորիզոնականում է 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։ Սա մեր թողարկման վերջին նորությունն էր, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։